Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք Արցախի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը բժիշկ սրտաբան Վարդգես Մովսեսյանն է։ Ողջույն բժիշկ ջան։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Գերազանց։ Մենք այսօր անդրադառնալու ենք ձեր արմատներին եւ քայլելու ենք ձեր արմատների հետքերով մի կարևոր հայկական լեռնաշխարհի կետ։ Որն է այդ կետը։ Հադրութի շրջանի Տումի գյուղը, Արցախից իմ արմատներն են, այո։ Դուք ծնվել եք այնտեղ, թե ձեր արմատներն են։ Իմ արմատներն են հայրական կողմով Արցախից։ Բարի, ապրել եք այնտեղ, հասցրել եք Ցավոք չեմ հասցրել, բայց կապը եղել է միշտ։ Բարի, հետաքրքիր է։ Ինչ ասոցիացիաներ կա մանկությունից, հա, այդ գյուղի հետ, կամ թեկուզ երիտասարդության ժամանակ, որ այցելել եք, հա, ինչն էր ձեզ մոտ ասոցիացում հատկապես այդ տարածքի հետ։ Տեսեք, ամենագլխավորը, որը ես կարող եմ հիշել եւ ասոցիացիաներ տանել վերհիշել հիմա, դա մարդիկ են, ամենագլխավորը, որոնք այնտեղ ապրում էին եւ այդ ջերմությունը, այդ սերը, որը նրանք տածում էին միմյանց հանդեպ եւ հոգատարության տեսանկյունից եւ իրենց մարդամոտության եւ իհարկե նաեւ մեծ հայրենասիրության։ Ամենակարևորը այն կետերը, որոնք որ դուք նշեցիք, եւ Արցախ այն ամենազորեղ կետերից մեկն է հայկական լեռնաշխարհի, որտեղ որ մարդու ֆակտորը եւ հողի ֆակտորը, հա, երկուսը միասին մի այսպես գերհզոր խառնուրդ են, հա, որից ծնվում է Հայաստանի մի կարևորագույն կետ։ Եվ Արցախի խոհանոցը այդ կետերից մեկն է եւս։ Մենք անդրադառնալու ենք Արցախի խոհանոցի մի յուրահատուկ ճաշատեսակի, որը հետաքրքիր անվանում ունի, կոչվում է Արցախի հագանի։ Այս ճաշատեսակը հետաքրքիր է, որ պատրաստվում է հիմնականում թռչնամսով, բայց տարածաշրջաններ կան, որտեղ որ կիրառվում է նաև տավարի միսը։ Իհարկե, զուտ տարբերակմամբ, որ տավարի միսը ավելի չոր տարբերակ է, այս դեպքում հավի միսը ավելի փափուկ է եւ սպիտակուցային կոնկրետ բազա է, հա։ Այո։ Իհարկե, նաև տավարի մսի օգտակարությանը կանդրադառնանք մենք հետո։ Ես բաղադրիչներն եմ առաջարկում ներկայացնենք, հետո կանցնենք բուն պատրաստման գործընթացին եւ կզրուցենք ձեր մասնագիտությունից։ Շատ լավ։ Մենք պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է, ուրեմն հավի կրծքամիս եմ այստեղ ընտրել եւ ցանկացած հավի մաս կարող եք օգտագործել, հա, այդպես ստանդարտներ չկա, ամբողջական հավ կարելի է պատրաստել։ Թթվասեր թանձրուկի համար աղացած ընկույզ ամենակարևոր բաղադրիչներից մեկը եւ Արցախյան խոհանոցում ամենադետալային մասերից մեկն է։ Ընկույզի կիրառությունը։ Համեմ, դա վերջում ուղակի կտրատելու ենք վրան, որովհետև մենք ունենք համեմ այստեղ արդեն հարված վիճակում։ Այստեղ ջուր է մի փոքր, համեմ, մեկ կապ իդեպ ասեմ, որը դառնում է այսքան ընդամենը, եւ մեջը ավելացված է 2 գլուխ սխտոր։ Դա ամբողջովին աղում ենք եւ ստանում ենք այսպեսի մի թանձրուկ, որը խառնելու ենք մեր թթվասերային զանգվածին։ Իդեպ ասեմ, որ գույնն էլ շատ հետաքրքիր է ստացվում։ Այս ամբողջովին հա փոխանցվում է այդ թանձրուկին։ Չամիչ, որը գրեթե այս ամենի կասկածելի է, համադրվում է թե ոչ, բայց չափից ավելի լավ համադրվող տարբերակ է։ Տապակելու ենք կարագի մեջ չամիչը առանձնացնենք, հետո առանձին պետք է ավելացնենք այդ ամեն ինչի մեջ։ Ալյուր, որը պետք է մեզ տապակելու ընթացքում, որովհետև միսը մի փոքր պետք է իրեն կեղևապատել, որ կարմրի։ Եվ ունենք այստեղ բուսայուղ ու համեմունքներ, աղ, սև պղպեղ։ Իրենից հասարակ ճաշատեսակը ներկայացնում թեթև, բայց շատ հետաքրքիր համ ունի։ Հետևաբար ես առաջարկում ընդհատել, վերադասավորվել եւ շարունակել։ Շատ լավ, բայց դատելով բաղադրիչներից, որոնք ներառված են այստեղ, այն բավականին կալորիական է։ Այո։ Չենք կարագը, ընկույզը, հավի կրծքամիսը։ Եվ մի կետ նշեմ, որ թթվասերի փոխարեն հաճախ մածուն են օգտագործել։ Ես նախընտրում եմ այստեղ թթվասերի կիրառությունը, որովհետև մածունը ունի տաքացնելուց փսորվելու հատկություն։ Այսինքն ավելի հաճախ է կտրվում, քան թթվասերը։ Հետևաբար ավելի հարթ ստանալու համար այս զանգվածը նախընտրելի է թթվասերի կիրառությունը։ Հիմա ընդհատենք, հետո վերադառնանք։ Հարգելի հեռուստադիտող, մենք վերադարձանք եւ անդրադառնալու ենք բժիշկ Վարդգեսի մանկության համին։ Որն է ձեր մանկության համը։ Մանկության համը, եթե որպես զգայական իմաստով չնշենք, դա իմ ընտանիքն է, որտեղ բոլորը իրենց տեղում էին, հայրս, մայրս, եղբայրս, ես, եւ օրինակ եթե Բաղագնդացյանը գեղեցիկ ստեղծագործությունից ծննդավայր շարքից, ասում է թե հրաշքով Ճամփաստանի դեպի Եփրատու մանկություն, հոտոտելով քեզ կգտնեմ հայրենական փոքրիկ իմ տուն, եւ եթե համը դա իմ ընտանիքն է, իսկ եթե զգայական իմաստով ասեմ,
Ու համի դա մորս պատրաստած անուշեղեններից Նապոլեոն թխվածքներ, որը մայրս պատրաստում է ֆանտաստիկ կերպով, որովհետև նմանատիպ համ երբևէ չեմ զգացել եւ մորաքույրս ազգային խոհանոցից ազգային խոհանոցից չորաթանը կնշեմ, որը մայրս պատրաստում էր Սյունիքի տարբերակով բաղադրատոմսով, այո։ Բարի, դուք ուզում եք անդրադառնալ նաև մորաքրոջ, է։ Մորաքրոջ հետ կապված ինչ եք ուզում ասել։ Մորաքույրից եւս շատ համեղեր պատրաստում եւ այսինքն համը եւ մայրիկի եւ մորաքրոջ դաշտից է այստեղ գալիս։ Ինձ թվում է չկա մի մայրիկ, որը համեղ չի պատրաստում, անկախ նրանից թե ինչ է պատրաստում, դա կլինի ազգային թե այլ ազգի ճաշատեսակ, միևնույն է իրենց պատրաստածն ուրիշ է եւ երբևիցե այդ համը չի կրկնվում։ Դա նաեւ կապված է հոգեբանության հետ, որովհետեւ մեր մանկությունը ասոցացվում է համային բազայի հետ, որովհետեւ նույնը իմ մոտ կա օրինակ փախլավայի հետ կապված, այդ նույն Նապոլեոնի շերտի մոտ գալիս է փախլավայի պարագայում, այո, իմ մայրն էլ հրաշք փախլավա է պատրաստում։ Այնպես որ մայրիկներին բարև։ Ուրեմն անդրադառնանք հիմա մսին, քանի որ ես միսը ձեզ եմ փոխանցելու, երբ որ ընդմիջել էինք, այստեղ մենք խոսեցինք նաև մսի վրայի արկա կաշվից, մաշկը, հա, կանադառնանք որպես սրտաբան, արդյոք սա օգտակար է թե ոչ, օգտագործեն մարդիկ թե ոչ։ Ցանկալի է չօգտագործել, քանի որ այդ տրանսճարպերի մեծ մասը կուտակվում է հենց այս կաշվի մեջ եւ նաեւ եթե օգտագործվում են հավելումներ կենթանիների բուծելու ընթացքում, այո, նրանք առավելապես ավելի շատ կարող են տեղակայվել հենց այդ կաշվի հատվածում, այո, եւ առաջին հերթին, ինչպես նշեցի, ավելի շատ մենք խուսափում ենք այն օգտագործել զուտ այդ տրանսճարպերի եւ խոլեստերինի բարձր պարունակության հետ կապված։ Հիմա հարց, եթե տնական է հավը, արդյոք խորհուրդ է տրվում թե ոչ։ Շատ հետաքրքիր հարց է, եթե տնական է, կարելի է օգտագործել, բայց ցանկալի չէ, եթե մարդը որ պետք է օգտագործի այս սննդատեսակը, ունի ավելորդ քաշ, ունի ռիսկի գործոններ, նույն հիպերխոլեստերինեմիա, զարկերակային բարձր ճնշում, շաքարային դիաբետ եւ այլն, ցանկալի է չօգտագործել կաշվի հատված։ Բարի, ամեն դեպքում մի օգտագործեք, անկախ նրանից հավը տնական է թե պետական։ Եվ նաեւ համի մասով, իհարկե տնականը մենք միշտ խրախուսում ենք եւ ասում ենք, որ համեղ է, բայց ես որքան որ փորձել եմ տնական հավի միս, այն ավելի չոր է։ Հա, որովհետև իր վասկը շատ է։ Շատ է, այո։ Փակ տարածքում։ Եվ համի մասով էլ կարող եմ ասել, որ դերևս եթե ճիշտ մոտենանք, այսինքն անկեղծ լինենք, այն այդքան էլ համեղ չէ։ Ինձ չի գերում անկեղծ։ Միայն հարիսան եմ սիրում տնական հավով։ Մնացած ճաշատեսակները, չգիտեմ, ձիգ է, համը, այդ ինձ դուր չի գալիս ամեն դեպքում։ Ես գյուղում եմ մեծացել տնական հավի հետ, այդպես սերտ փոխհարաբերություններ ունեցել եմ։ Բայց ամեն դեպքում, եթե ինչ որ տարիքի է հասնում հավի միսը, ավելի է այդ համային բազան արտահայտվում, հա, եւ ավելի չորություն է ունենում, բայց եթե ինքը այդ մատխաշ հավ հասկացողությունը կա, հա, երիտասարդ տարբերակում, այդ տարբերակում տնական հավից եւս կարելի է նույն համը զգալ ինչ որ պետականն է, այսինքն այդպես փափկություն եւ այլն եւ այլն։ Ես առաջարկում եմ հիմա դուք կկտրատեք մաշկա զերծանելով եւ ես կարադառնամ արդեն մնացած պատրաստման գործընթացին։ Կտապակեմ մի փոքր ուրեմն չամիչը, հա, կարագի մեջ եւ մի փոքր էլ բուսաղ, որպեսզի չայրվի կարագը, ամեն դեպքում ունի այդ հակումը այրվելու եւ իհարկե հետո բովելու եմ չամիչը առանձնացնեմ, նույն յուղի մեջ պետք է տապակեմ ընկույզը։ Բայց իհարկե քիչ։ Աղացած ընկույզը պետք է տապակել, այո։ Որին ինքը բայց վերցնում է, չէ՞, այդ ամբողջ յուղը։ Բացի դրանից տալիս է նաև, որտեվ ընկույզը բավական յուղոտ, այսպես ասած, ընդեղեն է, որից դուրս է գալիս բնական իր յուղանյութը։ Եվ շատ հաճախ հայկական լեռնաշխարհում ընդունված էր պատրաստել ճաշատեսակներ հենց ընկույզի ճզմած զանգվածով, որովհետև այլ յուղ չէին ավելացնում։ Միանգամից դրանով էին պատրաստում։ Քամում էին յուղը մեծ քանակությամբ եւ այդպես թոնիրն էին իջացնում։ Պատկերացրեք համը։ Դա իհարկե համեղ եւ առողջ սննդի օրինակ է։ Այո։ Որտեղ ռաֆինացված չէ ոչինչ։ Հիմա անդրադառնանք կարագին։ Քանի որ հաճախ են բարձրացնում այդ հարցը, կոնկրետ կապված կարագի, բուսայուղի եւ իհարկե յուղի հետ կապված։ Հերթով անդրադառնանք դրանց օգտակարությանը եւ վնասակարությանը։ Հա, որպեսզի հեռուստադիտողին հայտնի լինի, որը կարելի է օգտագործել, որը չի կարելի եւ ինչու։ Շատ լավ։ Մինչ հարցին անդրադառնալ, ավելի մանր պետք է սա։ Չէ, մոտավորապես սա կարելի է բաժանել երևի 4 մասի։ Շատ լավ։
Այնտեղ ոսկորը կարող եք տակից անջատել միանգամից, որ ձեզ ավելի հարմար լինի։ Եթե անդրադառնանք յուղերի եւ ձեթերի, հա, կամ կարագին, նշեմ, որ իհարկե կարագի օգտագործումը շատ կարեւոր է առօրյայում եւ օգտակար, բայց առավել ճիշտ է եւ առողջության իմաստով օգտագործել այն հալած յուղի տեսքով, որովհետեւ հալած յուղը դա իհարկե նույն կարագն է, բայց ընթացք գոյություն ունի այն պատրաստելու, այո, քանալիչքի այդ թթվային մասը, եւ դա իհարկե շատ օգտակար է։ Իսկ ինչ վերաբերում է օրինակ ձեթերին, որոնք ռաֆինացված են, այսինքն զտված են, նրանց օգտակարությունը փոքրինչ վիճելի է, կարող ենք ասել, որ շատ օգտագործումը օրվա ռացիոնում կարող է բերել խնդիրների, այդ թվում եւ խոլեստերինի մակարդակի բարձրացման կամ նաեւ հետագայում սրտային պատահարների եւս կարող է բերել։ Եվ նաեւ պետք է իհարկե սա մասին պետք է սննդաբանները խոսեն առավելապես, բայց անմիջապես ձեր մասնագիտական դաշտին հարող է, հա, սրտի առողջության։ Այո։ Դրա համար կոնկրետ այդ հարցը ձեզ ուղեցի։ Տեսեք, ձիթապտղի ձեթը եւս շատ կարեւոր է, բայց պետք է ուշադրություն դարձնել նրա պատրաստման եղանակին եւ որտեղ կան ձեթերի տեսակներ, դա այրման ենթակա չէ։ Այո, այրման ենթակա չէ եւ դրանով օրինակ որևէ բան տապակել չի կարելի, որովհետեւ այն կորցնում է այդ ընթացքում իրեն բնորոշ օգտակար հատկությունները։ Մնացած յուղերը կտավատ, չգիտեմ, այնտեղ տարբեր ընկույզից օրինակ դուրս եկած բոլորը բնական բուսայուղեր են, որոնք որ կարծում եմ առողջար են ամեն դեպքում, եթե ճիշտ կիրառման տարբերակ է ստա։ Եվ եթե իհարկե համապատասխանում է իրականությանը, այո, որովհետև ցավոք, օրինակ, հա, հիմա շատ նշում են, որ տարեկանի հացը իհարկե առողջարար է, բայց հաճախ օգտագործում են ներկանյութեր այն պատրաստելու համար։ Արտաքին տեսք։ Այո, արտաքին տեսք եւ այդպես օրգանիզմին խաբել, ասելով որ ես ուտում եմ սև հաց, բայց իրականում այն ներկված է։ Բայց հետաքրքիրը գիտեք ինչն է, բժիշկ ջան, որ ոչ միայն արտադրողն է խաբվում, հա, ինքն իրեն է խաբվում, նախ առաջինը սկսենք դրանից, երկրորդը այն մարդկանց, ովքեր ունեն խնդիրներ եւ օրինակ բժիշկը խորհուրդ է տալիս օգտվել այդ հացատեսակից, ինքն էլ այտենց արխային, հա, այս բառը օգտագործեմ, որովհետեւ դա հայերեն բառ է, արխային ընկած փորձում է օգտագործել դա, բայց արդյունքում տուժում է, որովհետեւ ինչպես դուք ասացիք, սարքովի տարբերակ է շատ հաճախ լինում։ Այդ դեպքում այդ մոտեցումը ինչպես պետք է լինի, որովհետև կա օրինակ սննդակարգ, որը բժիշկը նշանակում է, հա, պահելու համար, բայց դե կա նաև այլընտրանքային տարբերակներ, այդ բուսայուղի խնդիրը, կարագի խնդիրը եւ այլն։ Ինչ անել այդ դեպքում։ Այդ դեպքում պետք է դաժան հարց եմ տալիս, չէ՞։ Իհարկե դաժան է, բայց դրա լուծումը եւս կա, պետք է գնել այնպիսի սննդատեսակ, որին գոնե որոշ չափով տեղյակ եք արտադրման ընթացքին կամ չգիտեմ, եթե նույն խոսեցինք սև հացի մասին, եթե ծանոթ եք այդ արտադրամասին եւ վստահ եք, որ այն իսկապես տարեկանի ցորենից է պատրաստում, այո, կարող եք ընդունել որպես հիմք եւ օգտագործել, բայց խոշոր հաշվով, երբ որ մարդը պետք է դա գնի մթերային խանութից կամ սուպերմարկետից, իհարկե դա պահել մի քիչ փոքր դժվար է, որովհետև մենք չենք կարող գնալ եւ հետազոտել բոլոր սննդամթերքները, սննդատեսակները, որոնք առկա են վաճառքում, արդյոք համապատասխանում են իրենց մակնարկմանը, նորմատիվներին, թե ոչ։ Բարի, եկեք թվարկենք մի քանի սննդակարգ, որոնք անմիջապես օգնում են սրտի աշխատանքի բարելավմանը, եթե ճիշտ եմ բարելավում բառը օգտագործում, հա, այս դեպքում։ Կա այդպիսի սննդամթերք, որը որ բարելավում է սրտի աշխատանքը։ Տեսեք, մենք որպես բժիշկ մասնագետներ կամ սովորական քաղաքացիներ, ովքեր բժիշկ չեն, հաճախ տարաբաժանում ենք օրինակ սիրտը, այլ օրգան համակարգերից, բայց օրգանիզմը մեկ ընդհանուր է եւ չկա այդպիսի կոնկրետ սննդատեսակ, որը օգտակար է միայն սրտի համար եւ վնասում է մեկ այլ օրգան կամ հակառակը։ Իհարկե կան տեսակներ, որոնք մի փոքր ավելի դրական կերպով կարող են անդրադառնալ, օրինակ, երբ որ մենք խոսում ենք հիպերխոլեստերինեմիայի մասին, բարձր խոլեստերինի մակարդակի եւ բուժառուին նշանակվում է հակախոլեստերինային պրեպարատներ, նաեւ խրախուսվում է, որ կարող են նրանք կիրառել ընդունված բուսական սննդատեսակներ, ինչպիսին է օրինակ նեխուրը, քունջութի սերմերը կամ չիայի սերմերը, որը վերջերս ավելի նորաձև է, այո։ Դրանք իհարկե կարող են օգնել, որ ավելի լավ արդյունք ստանան բուժառուները, բայց իհարկե եւ առողջ սրտի եւ ամբողջ օրգանիզմի առողջության համար շատ կարեւոր է ծնունդը լինի բալանսավորված եւ այն պետք է պարունակի բոլոր սննդատեսակները եւ դրանով արդեն մենք կարող ենք խոսել առողջության մասին եւ նաեւ իհարկե առողջ սրտի մասին։
Բարի, հիմա մի հարց, ինչու որոշեցիք դառնալ հենց սրտաբան։ Առիթ եղել է մի քանի անգամ այս հարցին պատասխանել։ Կարող եք չպատասխանել։ Եթե շատ են հարցրել այդ։ Դա կարծես թե միշտ տրվող հարցերից է։ Երբ բժշկական համալսարանում էի սովորում, 3-րդ կուրսում, առիթ եղավ աշխատել բժշկական կենտրոններից մեկում, հենց սրտաբանական բաժանմունքում, որտեղ ես աշխատեցի մոտ 7 տարի։ Քանի որ աշխատում էի այդտեղ, արդեն այդ մասնագիտությունը ավելի հարազատ էր ինձ։ Ես հուսով եմ չափը չեմ անցել, սրանք եւս Չէ, պետքա չկտրվել, բայց դե ոչինչ կտրել եք ասма։ Ոչինչ նորմալ է։ շատ լավ։ Այսինքն զուտ պրակտիկ մասնագիտական այդ փորձի արդյունքում սիրեցիք ձեր մասնագիտությունը ու գնացիք հենց մասնագիտացմամբ սրտաբանություն, հա։ Բարի, ես եկեք ընդհատենք այս պահը։ Հերոստատողին բացատրեմ, թե այստեղ ինչ կատարվեց։ Միսը ոսկրազերծ արվեց այստեղ, կտրատեցինք մանր կտորներով, այստեղ տապակել եմ կարագի եւ բուսաղի մեջ չամիչը, հետո այդ նույն կարագի մեջ տապակեցի այստեղ մի փոքր բովել եմ աղացած ընկույզը եւ հիմա անցնելու ենք բուն նպատակին։ Հավի միսը պետք է տապակել, մի փոքր կարմրացնել, հետո վերջում ալյուր լցնել վրան, մի փոքր էլ կեղևապատվի եւ այսքանով այսինքն տապակման գործընթացը ավարտվում է եւ պատրաստելու ենք թանձրուկ, որը կավելացնենք արդեն ամբողջի վրա։ Շատ լավ։ Ես առաջարկում եմ ընդմիջել ու հետո վերադառնալ։ Մենք վերադարձանք, բավական շատ գործ ենք այստեղ իրականացրել, տապակված ընկույզի վրա ավելացրեցինք ուրեմն թթվասերը, քանի որ գրակի վրայից պետք է հանենք իհարկե նոր, որովհետև այստեղ գաղտնիք կա, թթվասերը կտրվում է, երբ որ միանգամից տաք միջավայրում ես փորձում իրեն խառնել, հետևաբար իրեն ուղղակի մի փոքր թողում ենք ընկույզը սառչի եւ խառնում ենք թթվասերի հետ։ Ավելացրել ենք նաեւ հարած համեմը եւ իհարկե սխտորի հետ միասին։ Ստացել ենք այսպիսի հետաքրքիր կանաչ զանգված թանձրուկը ավելացնելու ենք արդեն տապակված մեր հավի մսի վրա, որի վրա մի փոքր էլ ալյուր եմ ավելացրել։ Հետո կավելացնենք չամիչը, մի փոքր կեփվի եւ կավելացնենք արդեն մեր բժշկի ձեռքով կտրած համեմը, արդար ձեռ։ Ասма բժշկի ավտո, բժշկի ձեռով կտրած սա համեմը, մաքուր։ Բժիշկ ջան, ես ուզում եմ անդրադառնալ նաեւ կոնկրետ սրտաբանության մեջ, հա, կա այնպիսի հատուկ սպეციფიկ մթերք, որը կտրականապես օրինակ արգելված է, չգիտեմ, սրտային հիվանդություն ունեցող մարդուն։ Այդ դրա յուղի մասին չի, չգիտեմ ինչ է, մի բան, որը որ չի կարելի օգտագործել ընդհանրապես։ Թերևս ոչ։ Չկա այդպես բան։ Չկա այդպես բան, այնպես որ հանգիստ կարող եք։ Իսկ որ տարածված է ժողովրդի մեջ, եմ որ ասում են ծիրան շատ կերեք սրտին լավ է, այդ ճիշտ է։ Տեսեք, յուրաքանչյուր սննդատեսակ կարևոր է, բայց ամեն ինչի շատը դա լավ չէ։ Այո։ Այնպես որ շատ ոչինչ պետք չի ուտել, պետք է ուտել չափավոր եւ պետք է նաեւ ցանկացած մարդ, հա, պետք է հիշի, որ սեղանից պետք է վեր կենալ մի փոքր քաղցած, այո։ Ինչը ես վստահ եմ, որ մեր ազգաբնակչության մեծ մասը չի հետևում այս կանոնին եւ նաեւ դա պայմանավորված է մեր շատ հյուրասեր լինելով, որ ասում ենք չէ միա ցայել, կերսայել, փորձի մի կտորել կեր, այո։ Իմ ձեռի բլինչիկները։ Այո։ Նոր տարվա բայց իհարկե պետք է հետևել սննդի ընդունման մշակույթին եւ մի փոքր քաղցած վերկենալ սեղանից։ Բարի, մի հատ ասեք ինչ սիրուն գույնը։ Չկա։ Գնահատեք։ Այո։ Ես վստահ եմ, որ համը եւս Այո, բույրը արդեն իսկ զգացվում է։ Մի փոքր թողելու ենք իրեն, որպեսզի եռա։ Իհարկե, ես կավելացնեմ նաև քիչ համադրելի, բայց շատ համադրվող է տարբերակում։ Առաջին հասկից թվում է, թե չամիչի քաղցրությունը ինչ պետք է համադրելի լինի, բայց ասում եմ, որ շատ համեղ է։ Եվ պետք է ավելացնեմ ամբողջությամբ այս պարագայում տապակված չամիչ։ Մի փոքր կխառնենք եւ իհարկե կթողնենք, որպեսզի մի երկու երգան, ինչպես որ շատ հաճախ ասում են ժողովուրդը, որպեսզի միսը վերցնի ամբողջ համային բազան։ Եվ մենք կհանդիպենք, երբ որ արդեն պատրաստ կլինի ու կմատուցենք։
Չնայած նրան, որ ես ասել էի, որ կհանդիպենք, երբ որ արդեն ճաշակ ենք, բայց չէ, թող ինքն եփվի, մենք հարց ունենք այստեղ քննարկելու։ Բժիշկ ջան, դուք նայես զբաղվում եք բլոգերությամբ։ Ինչքան էլ ասեք, որ դա բլոգերություն չի, միևնույն է բլոգերություն է եւ մասնագիտական բլոգերություն, որով դուք օգնում եք մարդկանց ճիշտ խորհուրդներով, հա, սրտի հետ կապված խնդիրների, օրինակ կանխարգելում, սրտային նոպաների դեպքում ինչպես հասկանալ, ինչպես դիմել եւ այլն, որը կարեւոր է ազգաբնակության համար։ Դուք համեստորեն դրա մասին ասում եք, որ դուք բլոգ չեք վարում։ Իրականում կարևոր գործ եք անում եւ ձեր լսարանը ստանում է այն կարևոր ինֆորմացիան, որը որ պետք է ստանա օրինակ բժշկին այցելելու ընթացքում։ Մեր ժողովուրդը գիտեն, ես բժիշկ չեմ, բայց ես գիտեմ, որ իմ վրա եմ վերցնում։ Ես չեմ սիրում եւ մնացածները չեն սիրում հաճախ այցելել եւ հետեւել իրենց, հա։ Եվ սա խնդիր է։ Ու հաճախ կոնտենտը, որ դուք տալիս եք, օրինակ, եթե այսպիսի խնդիր կա, ուրեմն պետք է դիմել, մարդը գոնե ինչ որ շարժիչ ուժ է առաջանում իր մեջ ու գալիս է գոնե բժշկի, հա։ Սա կարեւոր է, հատկապես թիրախային է լսանի համար, որ մարդը հասկանա, որ առաջինը ինքն իր խնամքը պետք է տանի։ Դա ոչ թե արտաքին հիգիենայի մասին է, այլ ներքին եւ օրգանական հիգիենայի մասին, առողջության մասին է խոսքը։ Հիմա լսում եմ ձեզ։ Իհարկե շնորհակալ եմ գեղեցիկ ներկայացնելու համար իմ աշխատանքը, նաեւ այդ մեդիա հարթակներում։ Իրականում, այո, այս նույն տեսանյութերը, որոնք ես տեղադրում եմ համացանցում, շատ օգնում են մարդկանց, ովքեր օրինակ ապրում են գյուղում կամ ովքեր չեն սիրում ձեր ասացի պես դիմել բժշկի, ախտանիշները տարբերակել, որն է վերաբերում սրտին, որի դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի, որի դեպքում կարելի է որոշակիորեն սպասել, եթե չկան բժշկին դիմելու հնարավորություններ, տեխնիկապես կամ երբեմն ցավոք նաև ֆինանսական առումով, եւ այդպես 1-2 դեպք եղել է նաև հումորային, երբ բուժարուն երկար տարիներ մենք ունենք օրինակ հակահիպերտենզիվ պրեպարատներ ճնշման համար, որոնք կարող են առաջացնել հազ բուժարուի մոտ եւ բուժարուներից մեկը ով տարիներ տարապում էր այդ չոր հազով եւ անդադ դիում էր իր սրտաբանին ասելով որ ինչից կարող է լինել եւ բժիշկը չէր գտնում այդ պատճառը ցավոք եւ հոլովակը դիտելուց հետո բուժարուն ցույց էր տվել այս այդպես բժիշկը ասում է որ սա իմ դեղից է ես հաստատ վստահ եմ որովհետեւ փոխել եմ եւ անցել է իմ հազը այսպիսի կիսահումորային, բայց նաև որոշակիորեն դա տրամադրություններ է գեներացնում նաև իմ հանդեպ, բայց իհարկե պետք է լինեն տեղեկացված եւ բժիշկները եւ նաև բուժարուները, որովհետեւ շատ հաճախ մարդու կյանքի որակը կարող է վատանալ ամենահասարակ պրեպարատի ընդունումից եւ դա պետք է հասկանալ, թե որտեղ է թաքնված խնդիրը եւ որն է դրա լուծման ճանապարհը եւ բանալին, այնպես որ այդ մասով համաձայն եմ, որ այդ հոլովակները օգնում են մարդկանց։ Բարի, շնորհակալ եմ այս կարևոր խորհրդի համար։ Այ հիմա կարող են գնալ հանգիստ միջև եփի մատուցելուց կհանդիպենք։ Արցախյան հագանին պատրաստ է։ Ես եւ բժիշկ Մովսեսյանը արդեն պատրաստ ենք փորձելու։ Այո։ Ասեք, որ բույրը լավն է։ Բույրը անխոս։ Տեսքի մասին էլ ասեք։ Գույնը ինձ թվում է հետաքրքիր ենք ստացել։ Այն ճահճային միջավայրից ինչ որ հետաքրքիր երանգ ստացվեց։ Եվ այս գույնը իդեպ ասեմ Արցախյան տարազի գույնն է։ Այսինքն կանաչի երանգ, որը որ համապատասխանում է Արցախյան տարազին։ Ես թուրություն ունեմ տարազի նկատմամբ։ Ես գիտեմ, դա արդեն ուսումնասիրել եմ։ Դե շատ լավ է։ Ես հայկական տարազի մասնագետ եմ։ Հետեւաբար ձեր թուլության բոլոր հարցերը կարող եք ուղղել ինձ։ Հիմա ես առաջարկում եմ փորձել։ Փորձենք։ Ու հետո համի գախնիկը պատմել ոնց է ստացվել, որովհետև ամեն դեպքում համադրությունները շատ հետաքրքիր էր եւ անսովոր։ Աննկարագրելի։ Մի քիչ աղն է պակաս։ Ինձ թվում է։ Իմ համար։ Չէ։ Բայց ասեք, որ չամիչի այդ կետային քաղցրությունը հետաքրքիր է մեջ ընդգրկում։ Համադրությունը, չգիտեմ։ Ինչ-որ շատ հետաքրքիր համ ունի իրականում եւ կշտացնող է։ Առաջին իսկ երևի պատառից զգում ես, որ վերջ, դու այսօր կշտացած ես։ Այո, բայց ես համոզված եմ, որ մենք սա կշարունակենք ուտել։ Միանշանակ։ Դե ինչ մենք շարունակենք, կհանդիպենք հաջորդ եթերին։
Արցախի խոհանոցը յուրահատուկ է իր նշփահամությամբ եւ իհարկե բաղադրիչների կիրառությամբ։ Անհամատեղելին համատեղելի է դառնում այս խոհանոցում։ Մենք այսօր բժիշկ Վարդգեսի հետ միասին պատրաստեցինք յուրահատուկ արցախյան խոհանոցից Արցախի հագանի։ Դե ինչ, պատրաստեք եւ փորձեք։ Կհանդիպենք հաջորդ եթերին։ Հացն ու գինին, Տեր կենթանին։